Երկրի վրա քայլող քաջ առյուծները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արամ Նիկոլայի Արուշանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1972 թվականի հունվարի 24-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Եղել է խելացի երեխա, անգամ իր տարիքից մեծ խոսքեր է ունեցել։ Նրա մայրը լուսահոգի տիկին Արծվիկը, ով որդու զոհվելուց հետո մի տարի հազիվ ապրեց, չդիմանալով նրա կորստյան վշտին, ասում էր, թե նա մեծ մարդու նման էր խոսում, կարծես մեծացած փոքրացած լիներ։ Հաճախել է գյուղի մանկապարտեզը, ապա 1979-ից 1989 թվականներին գյուղի միջնակարգ դպրոցը։ Ասում են, շատ փոքր է եղել, ընդամենը 5 տարեկան, երբ մի անգամ գյուղացիներից մեկը իր կնոջը ծեծել է։ Նա էլ իր տատին մեծ ավարի ասել է. «Տատ, խոսք կա, որ 1000 ծեծ արժի»։ Դպրոցում սովորել է գերազանց, փայլել է բնագիտական առարկաների գիտելիքներով։ Դասը մի անգամ կարդալով էլ արագ սովորում էր։ Թույլերին միշտ օգնում էր, սատար կանգնում։ Անգամ հակառակ դասարանի աղջիկներին չէին համարձակվում նեղացնել, նա բոլորի պաշտպանն էր։ Դեռ դպրոցական տարիներից սիրում էր կարգ ու կանոն պահպանել։ Դպրոցական տարիներին ժամանցային ձևով հաճախել է բոքսի։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական բաժինը։ 1997 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժինը։ Չի կարողացել Երևան գալ շարունակելու այն բաժինը, ուր ընդունվել էր, իսկ Արցախում նույն բաժինը չկար։ Երբ Ղարաբաղյան շարժումը սկսվել է, նա կիսատ է թողել կրթությունն ու շտապել հայրենիքը պաշտպանելու։ Նրա մեջ հայրենասիրությունը արյան միջոցով էր փոխանցվել։ Պապը իր 4 եղբայրների հետ հայրենական մեծ պատերազմում են մնացել, եւ նա, հենվելով պապի օրինակին, դարձավ հայրենիքի նվիրյալ իր գաղափարախոսություններով ու գործերով։ Ու ահա 1991 թվականի մայիսին անդամագրվել էր Հաթերքի պաշտպանական ջոկատում, տղաներով ջոկատ էին կազմավորել։ Այդ ժամանակ դեռ հայոց բանակը կազմավորված չէր, առանձին ջոկատներ էին, կամավորներ, գյուղի պաշտպանելու մասին էին քննարկումներ անում, թե ինչպես պիտի պաշտպանեն հայրենիքը։ Ապա իր ներդրումն է ունեցել հայոց բանակի կազմավորման գործում։ Տոնաշենում կազմավորել է հավաքել հրետանի եւ ինքը դարձել այդ հրետանու պետը։ Իսկ նրան մականուն տրվեց ատոմ, որ հակառակորդը երբևէ չիմանա նրա իրական ով լինելը։ Եվ այսպես նրա հրամանատարությանը հանձնվեց D30 մարտկոցը։ Մեր հերոսը միշտ աչքի էր ընկնում իր ճիշտ հաշվարկած դիպուկ կրակոցով ու հակառակորդի կենթանի ուժի, շինությունների, զրահատեխնիկայի եւ կրակային միջոցների խոցման բարձր արդյունավետությամբ։ Իսկ 1992 թվականի սեպտեմբերի 1-ից գեներալ-մայոր Արցախյան ազատամարտի հերոս Ժորա Գասպարյանի Գրադ Ժորայի կազմավորած հրետանու ստորաբաժանումում ծառայել է որպես մարտկոցի հրամանատար։ Նա Գրադ Ժորայի արժանի աշակերտներից էր, որ միասին մարտնչեցին Արցախյան պատերազմում եւ հաղթանակեցին։ Այդ ժամանակ էր, որ մեր հերոսը այն սակավաթիվ հրետանավորներից էր, որ արժանացավ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։ 1992-ից 2013 թվականներին անձնվիրաբար ծառայել է հայոց բանակում, զբաղեցնելով մի շարք բարդ եւ պատասխանատու պաշտոններ։ Մեր հերոսն ամուսնացել է 2002 թվականին Մարտակերտի շրջանի ներքին Հոռաթաղ գյուղից մի գեղեցկուհու Էլլադայի հետ։ Նրանք ունեին 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա։ 2013-ի ապրիլի 2-ին փոխգնդապետի կոչումով անցել էր զինվորական թոշակի, սակայն երբեք չի հեռացել բանակից։ Զբաղվում էր հասարակական գործունեությամբ, Արցախի ազատամարտիկների միություն ՀԿ-ի անդամ էր, Հաթերքի վետերանների միություն ՀԿ-ի նախագահ եւ Մարտակերտի վետերանների միություն ՀԿ-ի փոխնախագահ։ Ապա համակարգից կրկին հետ կանչեցին, միշտ էին կանչում ու նա մասնակցում էր զորավարժությունների, որ պիտի կրկին հետ գնար ծառայության, բայց ցավոք չհասցրեց։ Մինչև նրա հրամանը կգար, ապրիլյան պատերազմը սկսվեց։ Այդ ժամանակ նա Հաթերք գյուղում էր, դիրքերում, ապա մի քանի օր Թալիշի դիրքերում մնաց, հետո գնաց ծառայելու Մատաղիս, արդեն հատուկ հրամանով։ Ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից նա առաջնագծում էր կամավոր հիմունքներով եւ միշտ լինում էր ամենաթեժ կետերում։ Ամբողջ պատերազմի օրերին մասնակցել է Թալիշի եւ Մատաղիսի ամենալարված մարտերին, ցուցաբերելով խիզախություն ու արիություն, մշտապես եղել է այն տեղերում, որտեղ նրա կարիքը եղել է։ Փառքով սուրը դնելով պատյան, հայը հաղթեց։ Արամ Արուշանյանը այն հաղթանակած քաջերից էր,
ովքեր հաղթանակը փառքով բերեցին տուն։ Սակայն հակառակորդը գազազել էր հայի հաղթանակից եւ ամեն օր նորից, էլի ու կրկին հերթական կրակոցներով հիշեցնում էր իր մասին։ Մեր հերոսը մարտի դաշտում եւ միշտ առաջնորդվել է այն խոսքերով, որ ասել էր Արցախյան պատերազմի հերոսներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը. «Սա Հայաստանն է եւ վերջ»։ Նա էլ ասում էր. «Սա Ղարաբաղն է եւ վերջ։ Մենք պետք է մեր հողը պաշտպանենք մինչեւ վերջ»։ Եվ պաշտպանեց, թեկուզ սեփական արյան գնով, սեփական կյանք չխնայելով, բայց պաշտպանեց։ Ապրիլի 23-ին մարտակերտցիները տարհանվել են դեպի Ստեփանակերտ։ Ուղիղ 40 րոպե հրետակոծություն է եղել Մարտակերտի վրա։ Հնարավոր չի եղել տեղից տեղ գնալ։ Նա զոհվել է ապրիլի 25-ի գիշեր լույս 26-ի առավոտ, ժամը 3-ի սահմաններում։ Ընկել է հակառակորդի արկի բեկորներից, հավերժացել մարտի դաշտում հերոսի մահով։ Զինվորներին ուղարկել է ապահով տեղ խրամատներ, բայց ինքը մնացել է։ Երբ պայթել է արկը, նա եղել է ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Կոլյա Իսկանդարյանի հետ։ Կոլյան ողջ է մնացել։ Իսկ Արամի կյանքը հավերժ կանգ է առել։ Նա քայլեց ճամփով հավերժի ճամփորդի, թողնելով մորը, երիտասարդ կնոջը ու 4 մանկահասակ երեխաներին։ Հայրենասիրությունն ամեն ինչից վեր դասեց, իր զինվորների համար էլ ասում էր. «Մեր հողը իրոք արժանի զավակներ ունի»։ Մեծ են հայրենասեր հրամանատարի քաջությունների մասին շատ երկար կարելի է խոսել, թեև նա ինքը երբեք չի խոսել իր արածների մասին ու չի հպարտացել իր տասնյակ մեդալներով ու երբեք կարևորություն չի տվել պարգևներին։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիություն մեդալով։ Մայրը տիկին Արտվիկը, չդիմանալով այդ ծանր հարվածին, որդու կորստից հետո մի տարի ու կես հազիվ է ապրել։ Իսկ հայրը որդու զոհվելուց առաջ էր մահացել ու չտեսավ այդ սոսկալի վիշտը։ Նրանից հետո Հաթերք գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել էր նրա անունով։ Փառք իշատակիդ հերոս ջան, խոնարհվում եմ քո առջև, ննջիր խաղաղությամբ, քո կիսատ թողածը կշարունակեն զավակներդ և ազգդ հայոց։